Գնահատականը շատ բացասական է։ Մենք սկզբունքորեն դեմ ենք նման մոտեցումով, նման եղանակով քանդման իրականացմանը։ Մենք Երևան քաղաքում ունեցել ենք մեկ դեպք, որը կրկեսի շենքներ պայթեցման եղանակով իրականացվեց, եւ մենք հասարակության կողմից տեսանք նման ընդվզումներ եւ գոնե քաղաքապետարանը իր մեջ հետևություններ արեց, այն թիմը, որը համաձայնություններ տվել դեռ կրկեսի շենքի պայթեցման հետ կապված, եւ դրանից հետո մեր մոտ արգելվեց նման թույլտվություններ տրամադրելը։ Այո, աշխարհում ընդունված է նման քանդման թույլտվություններ, բայց այդ մշակույթը դեռ մեր երկրում, Երևան քաղաքում ընդունելի չի մեր հասարակության կողմից։ Եվ արդեն հանրապետության վարչապետը հանձնարարեց արտակարգ իրավիճակների նախարարությանը համապատասխան կառուցապատողին եւ այլ ծառայությունների, որ մեղավորներին պատժեն։ Մենք էլ ենք դատապարտում եւ մենք էլ ենք մեր լիազորության սահմաններում մեր գործողությունները կատարել։ Եթե մենք տեղյակ լինենք, կարգել ենք եւ թույլ չենք տա, քանի որ մեր կողմից տրամադրվել էր քաղաքաշինական փաստաթղթեր, քանդման թույլտվություն, նախագիծ էր հաստատվել եւ կառուցապատողը շինարարը սեփականատերը այդ նախագծով իր աշխատանքները կազմակերպում էր իր հիմնավորմամբ արդեն սեփականատիրոջ հիմնավորումները գրեթե մամուլով բոլոր տեղերում արտահայտվել է, ինքը ինքնուրույն որոշել արտակարգ իրավիճակներին տեղեկացրել եւ գործողություններ իրականացրել։ Մենք նման մոտեցումները դատապարտում ենք։ Մի հարց էլի, պարոն Մարգարյան, 100 տարվա պատմություն ունեցող շենք էր, երևանցիները դրա համար էին գուռն արձագանքում։ Դուք որպես քաղաքապետ երևանցիների հիշողություն ներկայացնող շենքի եւս մեկ շենքի քանդման ինչպես եք արձագանքում։ Որպես երևանցիները շատ հիշողություններ ունեն Երևան քաղաքի հետ կապված։ Մենք միայն շենքերով պետք է այդ հիշողությունները չարտնասնենք, իսկ ինչ մնում է քանդման հետ կապված, կան հստակ մասնագետներ եւ նաեւ մշակույթի նախարարության կողմից հստակ ցուցակ կա, որոնք են պատմամշակութային հուշարձանային շենքեր։ Եվ մենք առաջնորդվում ենք այդ ցանկով, եթե չկա, ուրեմն փորձում ենք նաև կառուցապատենք մեր քաղաքը։ Մեր քաղաքը օր-օրից զարգանում է եւ մենք չենք ուզում ոչ մի երկրների մայրաքաղաքներից հետ մնալ։ Դրա համար այո, ես համաձայն եմ, հինը պետք է պահպանենք եւ նորը կառուցենք։